Հայաստանի բնակչությունը նախորդ 4 տարիներին էականորեն աճել է: 2021-ից 25 թվականներին 136 հազարով, այսինքն 4,6%: Դրական լուր է, որի դրական էֆեկտը վերանում է, երբ հիշում ես, թե ինչի արդյունքում է մեծապես այս արդյունքը գրանցվել: Խոսքը Արցախի էթնիկ զտման մասին է: Որոշակիորեն երկրում մշտական բնակչության աճին նպաստել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը: Ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում՝ 18,4%, Արագածոտնում՝ 9,2% և Երևանում՝ 5%: Փոխարենը Գեղարքունիքի մարզում գրանցվել է բնակչության 4,6% նվազում, իսկ Սյունիքում բնակչության թվի անկումը կազմել է 12,2%: Այստեղ հարց է առաջ գալիս՝ ինչու է Հայաստանի ամենահարուստ մարզը՝ Սյունիքը, նման տեմպերով դատարկվում: Երևանում ավելի շատ աշխատանք կա, մշակութային կյանք կա, ուսանողությունն է ձգտում դեպի Երևան, սա էլ է ամենամեծ թերություններից մեկը մեր կառավարման համակարգի: Նախորդ տարիներին Սյունիքի սահմանամերձ համայնքների վիճակը բավականին վատթարացավ: Չկա մատչելի վառելիք, անասնապահության համար հանդամասեր և խոշոր բիզնես նախագծեր: Կան հանքեր, որոնք սահմանափակ թվով մարդկանց են ապահովում մրցակցային աշխատավարձով: Բնակչության արտահոսքի պատճառներից առաջնայինները սրանք են, համոզված են փորձագետները: 14-18 հազար են ծախում փայտի, հիմա 35-40 էս է խնդիրը: Մյուս կողմից շարունակում է պահպանվել անորոշ վիճակը սահմաններին: Սահմանազատման և սահմանագծման պրոցեսի (TRIP) նախագծի և ընդհանրապես հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների կարգավորման համատեքստում հակասական տեղեկատվություն է պարբերաբար հայտնվում լրահոսում: Սրան կարելի է գումարել Ադրբեջանի իշխանության տարբեր թևերի ադրբեջանցիների վերադարձի անընդմեջ շարարկվող թեզը: Սա ևս մեծապես նպաստում է Սյունիքից արտագաղթին, նշում են մասնագետները: Այդտեղ մի խնդիր կա, անվտանգության հարցը, մարդիկ վախենում են, որ Նախիջևանից ու ադրբեջանից հարված կլինի, իրանք բան կլինի, գերի կմնան: Ըստ մեր ուսումնասիրությունների, ովքեր հակառակն են անում, ասում են այս դրոշին ադրբեջանական կամ այդ փոփոխությանը լանդշաֆտային մենք պատասխանում ենք նրանով, որ ավելի շատ երեխաներ ենք ուզում ունենալ, ոմանք երկարատև արտագաղթի մասին են մտածում: Մյուս կողմից Արցախից բռնի տեղահանված բնակչությունը հիմնականում բնակություն է հաստատել Երևանում և Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, քանի որ այս երկու մարզերից Երևան գալն է բավականին հարմար: Այսինքն Հայաստանի ավելացած բնակչությունը կենտրոնացած է մայրաքաղաքում և մայրաքաղաքամերձ բնակավայրերում: Մարզերում անգամ այդտեղի բնակչությանը որևէ մեկ չի փորձում անել այնպես, որպեսզի չուզենան օրինակ Երևան տեղափոխվել: Եվ բացի տուրիզմից, մեր մարզային քաղաքները ոչնչով մենք չենք փորձում գրավիչ դարձնել հենց իրենց բնակչության համար: Սյունիքն այս պահին Հայաստանի ամենառազմավարական կետերից մեկն է և այստեղից արտագաղթի միտումը գործադիրը պետք է առանձնահատուկ ուշադրության արժանացնի, նշում են մասնագետները: Սա էլ իր հերթին ենթադրում է, որ տեղում պետք է մեծաքանակ ծրագրեր իրականացվեն: Առաջին հերթին մարդկանց անվտանգության զգացումն ամրապնդելու և հետո տեղում սոցիալական ապահովության մակարդակը բարելավելու համար: Արմեն Աթալյան, ժամը լրատվական։